Ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկները Ալեքսանդր Կոչուբայևի մեքենան կանգնացնում են փողոցում, իրեն տապալում են գետին, հագցնում են ձեռնաշղթաներ, միանգամից տեղափոխում են քննչական կոմիտե, հարուցվում է քրեական բարույթ, իրան ներկայացնում է մեղադրանք, նույն օրը միշտորդում են դատարան եւ ամսով կալանավորվում են։ Հոդվածը նույնն է, 490-րդ հոդված քրեական օրենսգրքի։ Ես ուրեմն հասկանամ, եթե իրավապահ մարմինները 490 հոդվածի վերաբերյալ նման գործողություններ են իրականացնում։ Ես live news-ից դուրս գալուց հետո ինչի չեմ ձերբակալվել, երբ որ ուղիղ եթերով ասել եմ այն ինչ որ ես մեղադրանքում վերացա։ Նշանակում է ամիսներ ամսեր որևէ գործողություն չեն նշանակում է բաց մի բան, որ անիրավապահ մարմինները իմ գործողություններով ոչ մի իրավախախտում չեն տեսնում։ Ընդ որում ոչ միայն քննիչը, այլ նաև մեր հարգարժան հանրային մեղադրողը, որը այս գործով դեղել է նաև հսկող դատախազը։ 2024 թվականի դեկտեմբերի դատախազի պահանջով քննիչը այդ պահի վարույթի նյութերը տրամադրել է հսկող դատախազին։ Այդ պահին հսկող դատախազի տնօրինության տակ են եղել Սամվել Առաքելյանի գերությունը, կից սկավառակը բոլոր տեսանյութերով եւ քննիչի արդեն ասեղադրությունների են հատվածները ինչ որ մեղադրական եզրակացության մեջ են։ Դատախազը ծանոթացել է եւ վերադարձել է քննիչին առանց որևէ հանձնարարականի։ Այդ քրեական գործերով ես ունեմ ձեռքի տակ գործի նյութեր, որ դատախազը վերադարձնում է հանձնարարականներով։ Այս գործողությունը կարող այստեղ որևէ հանձնարարական չկա։ Հիմա հարց, եթե դատախազը այն պաշտոնյան է, որը ինձ մեղադրանք կայացնելու որոշում է, մեղադրանք առաջադրելու որոշում է կայացրել։ Եթե ծանոթացել է գործի նյութերին, որոնք չեն փոխվել մինչև փետրվարի 21-ը ինձ մեղադրանք առաջադրել, բայց որևէ, նորից եմ կրկնում, որևէ ապացույց չի ավելացել այդ ընթացքում։ Դեկտեմբերի 4-ին, երբ որ իր տնօրինության տակ է եղել դատախազի նյութերը, չէ՞ բան չի կայացել որոշումը։ Այսինքն թողել են հանցագործի իր համար մնացել էր ազատության մեջ հանցագործությունները շարունակում անել։ Երբ որ ներկայացել էին դատարանում իմ խափանման միջոցը փոխել, ասում են Շենգավիթ վարչական շրջանի տարածքից որ դուրս չգա, դատարանը չբավարարեց այդ մասով։ Այսինքն, եթե իրենք այդ պահին գտնում են, որ եթե Շենգավիթ շրջանի տարածքից դուրս չգան կենտրոնում գնամ ատամնաբուժի, ապա նոյեմբերի 7-ից երբ որ արձանագրում են նույն փաստերը, մինչև 2025 թվականի փետրվարում էին սպասում։ Սա մի բան է ուշում, պատվարժան դատարան, որ իրենք չեն տեսել հանցանք։ Հետևաբար հարց առաջանում, իսկ ինչ եղավ պատճառը, որ փետրվարի 21-ի մեղադրանք առաջադրելու որոշումը կայացվում։ Դա ինձ համար խիստ անհասկանալի է։ Եվ այդ ամեն ինչ որ ես ասում եմ, գործի նյութերում հստակ արձանագրված է։ Իսկ ինչ ասում, այդ իմաստով մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած կայուն նախադեպային իրավունքը։ Պատասխան դուք ասում եք պրոֆեսիոնալ իրավաբանները մյուս կողմը առնվազն եւ պետք է ամեն ինչը մանրամասն ասել, բայց ես կարծում եմ, որ պրոֆեսիոնալ իրավաբանները այդ դեպքում պետք է հասարակ բարոյցի նախաձեռնել եւ որոշում չկայացնել մեղադրանք առաջադրելու մասին, բայց քանի որ կայացել է ինչի է դիտեցավon
Ո՞ր կգարի։ Ինչ որ բան կա ծաղելու։ Ոչ խոսքի է։ Չի կարելի, դու դատարանում եք գտնվում, կխնդրեմ ձեզ սկսեք, լավ։ Ինչ ասում եվրոպական դատարանի ձևավորված կայուն նախադեպային իրավունք։ Մեջբերում է։ Քննություն իրականացնելու պարտավորությունը արդյունքի պարտավորություն չէ, այլ միջոցներ ձեռնարկելու պարտավորություն է։ Պարտադիր չէ, որ յուրաքանչյուր քննություն լինի հաջողված կամ հանգի մի եզրակացության, որը համապատասխանում է դիմումատուի կողմից նշված դեպքերի շարադրանքին, սակայն դրա միջոցով գործնականում պետք է հնարավոր լինի արձանագրել գործի փաստերը։ Դա նշանակում է, որ իշխանությունները միշտ պետք է ձգտեն պարզել, թե ինչ է տեղի ունեցել, եւ չպետք է անեն հապճեր կամ անհիմն եզրակացություններ, իրենց քննությունը փակելու կամ դրանք իրենց որոշումների հիմք դարձնելու համար։ Նրանք պետք է ձեռնարկեն բոլոր ողջամիտ միջոցները միջադեպի հետ կապված ապացույցները ձեռք բերելու համար, որը ինտեր ալիա ներառում է վկաների ցուցմունքները, փորձաքննությունը եւ այլն։ Սա վերաբերում է Վիրավյան ընդդեմ Հայաստանի 40-094-05 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճռին, Նալբանդյան ընդդեմ Հայաստանի թիվ 9935/06 եւ 23-339/06 2015 թվականի մարտի 31-ի վճռին։ Քննության եզրակացությունը պետք է հիմնված լինի գործով առկա փաստերի ամբողջական, օբյեկտիվ եւ անկողմնակալ վերլուծության վրա։ Քննության ընթացքում կիրառման ենթակա միջոցները բացարձակ չեն սահմանում մեղադրելու կամ դատապարտելու համար եւ քննության ընթացքում ցանկացած խախտում կամ հանցանք կատարած անձին չհայտնաբերելը դիտվում է որպես արդյունավետության պահանջի խախտում։ Սա Բայրան ընդդեմ Թուրքիայի գործով 2009 թվականի մայիսի 26-ի վճռից մեջբերում է, ինչպես նաև Ռոմստան եւ ուրիշները Նիդերլանդների ընդդեմ Նիդերլանդների 2007 թվականի մայիսի 15-ի վճռից որոշումներ։ Այդ որոշումների հիման վրա վերաքննիչ քրեական դատարանի թիվ ԵԴՄ 05-70-11-25 քրեական գործով 2026 թվականի փետրվարի 5-ի որոշման մեջ արձանագրել է, որ գործի հանգամանքների օբյեկտիվ լրիվ եւ բազմակողմանի քննություն կատարելը պետության պոզիտիվ պարտականությունն է, ինչը կարող է կատարված համարել, եթե վարույթ իրականացնող մարմինները գործեն պատշաճ ջանասիրությամբ, ձեռնարկեն համապատասխան միջոցներ ներկայացված հաղորդման վերաբերյալ հանգամանքները պարզելու ուղղությամբ եւ կատարեն մի շարք այլ անհրաժեշտ գործողություններ։ Եվրոպական դատարանի կողմից ձևավորված մեկ այլ նախադեպային իրավունքով քննություն իրականացնելու պարտականություն ներողություն, սա արդեն ներկայացրել եմ։ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման մեջ հաստել է, որ գործի հանգամանքների օբյեկտիվ լրիվ բազմակողմանի քննություն կատարելը պետության սա է այլ գործում։ Այսինքն, եթե ստացել են գրություն, հաղորդում հանցագործության մասին, չեն կարող հիմնվել միայն այդ հաղորդումը տված մարդու էլեկտրոնային հղումների վրա, պետք է իրականացվի բազմակողմանիություն, ձեռք բերվեն այլ ապացույցներ, այդ ապացույցների համադրություն իրականացվի, վերլուծություն իրականացվի, եւ միայն այդ վերլուծությունների արդյունքում կայացվեն հիմնավոր որոշումներ։ Գործի նյութերը կկայուն, որ տվյալ պարագային նման բան տեղի չունեցել։ Քննիչը վերցրել է Սամվել Առաքելյանի ներկայացած այդ հղումները, նայել այդ տեսանյութերը արձանագրել ու վերջը մեղադրանքը կառուցված է միայն դրանց հիման վրա։ Բազմակողմանիություն, ամբողջականություն, վկաներ, ինչ լսեն, ես էլ չէի խոսք ասել։ Եթե պարտադիր չէր մի անգամից մեղադրանք արել, որպես վկա ներգրավեին գործում, իսկ բացատրություններ վերցնեին, իմ շարժառիթները հասկանային իմ խոսքի, ես ինչի համար եմ դա ներկայացրել, ինչ հանգամանքներում եմ ներկայացրել, իսկ հաղորդման իմ քաղաքական մեկնաբաններին, ովքեր ինձ հետ երբեմն այդ զրույցները վարել են, իրենց որևէ համադրություն իրականացվեց, չկա նման բան։ Այսինքն ակնհայտ թերի գործի հետ մենք գործ ունենք վարույթի որակի իմաստով։ Եվ դրա հետ միասին պատվարժան դատարան ես վարույթի ընթացքում ականատես եմ եղել նաև իմ նկատմամբ ոչ իրավաչափ որոշումների եւ գործողությունների։ Ասենք օրինակ քննիչը որոշում կայացրեց այս մեղադրանք առաջադրելու պահին։ Իմ բջջային հեռախոս արտադրելու մասին։ Խիստ վիճակելի որոշում, այսինքն որը ես հետագայում բողոքարկել եմ հսկող դատախազին, նաև թողել է ամբողջ հարց առաջանում։ Հեռախոսս ինչի է ուզում հիմա,
Պետք է հիմնավոր չէ, քնիչ այո, քնիչ իրավունք ունի կատարել բարոյական գործողություն, այդ դրում նաև ապացույցներ ձեռք բերելու, բայց քնիչին օրենք է իրավունքը ինչի համար է տվել։ Իր ֆունկցիաները արդյունավետ կատարել, ոչ թե անիրավի մապ իրավունքները սահմանափակելու համար։ Պատասխան դարձած ժամանակակից պայմաններով այս սարքը, որ մենք օգտագործում ենք, դա միայն բջջային հեռախոս չի։ Դա է համակարգիչ աստերության, որտեղ ներդրված հավելվածները մեր կյանքի բնականon գործունեություն են ապահովում։ Օրինակ ես այստեղ ունեմ բանկային հավելվածներ։ Իսկ անկախի շրջանառության մասին օրենքից հետո, որ 22 թվին արդեն ուժի մեջ է հուլիսի, իմ փոխանցումները, անկախի վճարումները սա միջոցով եմ անում։ Ստեղ կա տեսելի հավելված, որով ես քաղաքում տեղաշարժում եմ այդ տոմսեր էլեկտրոնային այդ համակարգի միջոցով եմ։ Այսինքն սա բազմաֆունկցիոնալ սարք է։ Հիմա ես ուզում եմ իմանալ, այդ սարքը ինձնից ինչի է վերցնում քննիչը իմ կենսագործունեությունը խաթարի, եթե ինձ ներկայացված մեղադրանքը վերաբերվում է 2024 թվականի հոկտեմբերի արտահայտած մի տեսակետին, որը YouTube-ում արտահայտ է։ Ինչ է ուզում դրանով անի։ Ակնհայտ իր նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորում, ինչի մասին որ մենքան ասած իր ելույթում։ Բացի դրանից, ասենք, ես հայտնում եմ, որ հեռախոսի մոտ չի, խուզարկում են ինձ։ Ու դրանց հեռախոսը մնում է իմ, բայց այդ հեռախոսը ձեզ պետք է։ Ինչի հետագային որևէ քայլ չձեռնարկեցիք, եթե այնտեղ այդքան կարևոր ապացույցներ, օպերատիվ տեղեկություն, ի վերջո դա արգելավելու վերաբերել։ Որևէ քայլ չեն արել, նշանակում է դրանց պետք չէ, ուղղակի պետք է այդ պահին ինձ զրկել կենսական գործունեության հնարավորությունից, հաղորդակցվելու հնարավորությունից, որտեղ ստե նաև իմ Facebook-ի հավելվածն է, որտեղ ես ամենօրյա հրապարակախոսական գործունեություն եմ ծավալում։ Այսինքն խտրական կամ միշտորդությունը դատարան իմ իրավունքները սահման իրավես ոչ մի բան չի եղել։ Մի անգամից այնպիսի սահմանափակումներով էր քննիչը գնացել դատարան։ Մենակ անմիջապես հաջորդ օրը գործի նյութերի նայեք պատվաժան դատարան։ Իսկ մեղադրանք առաջադրելուց անմիջապես հետո շտապել է դատարան։ Դե գնում ասում, եկա դատարան գիշերը ժամը 22-ից քանիս էր դատարանում մարդ չկար, առավոտը գործը հանձնում է դատարան խափման միջոցի։ Շաբաթօր, Zoom Ցրտի մնացել դուսը, փաստորը որտեղ չի գնում, որ գնացի տուն, հետո նորից եկար դատարան։ Իսկ մի գործի նյութերի, որ նայում ես 10 օրենքի մնացել է դատարանի, ինչի, այսինքն ինչ եմ արել ես, որ այդպես շտապողականություն է ցուցաբերում։ Ակնհայտ խտրական վերաբերմունքի դրսևորում է, որը որ անձնական չգիտեմ ինչ շարժառիթներ կարող ունենա։ Ես չեմ կարողանում հասկանալ օրենք հանրային մեղադրողի անձնական շահագրգռվածությունը, որովհետև դատարանում ես տեսել եմ, որ նա գործածել է, ասենք, բավականին թանկարժեք սարք նյութեր օգտագործելու համար համակարգիչ եւ այլն ես հարցում եմ իրականացել դատախազություն թե պարոն Ավետյանին ծառայական ինչ միջոցներ է հատկացված իր ֆունկցիաները կատարելու համար պարզվում է որ բջջային հեռախոսներն հատկացված չի եւ այն համակարգիչը որը օգտագործել է իրան հատկացված չի եղել նախազգուշացնում է եւ վերջին անգամ է նախազգուշացնում վարույթին չառնչվող հանգամանքների մասին, եթե դուք խոսեք, դատարանը սահմանափակի եւ կդնի ժամային որոշակի ժամանակահատված, որի արդյունքում այդ ընթացքում պետք է ելույթ ունենաք շարունակել։ Ասում եմ իմ ելույթի հաջորդ մասին, որը կոչվում է մեղադրական եզրակացության բովանդակություն։ Դրա վերաբերյալ։ Պատասխանը մեղադրական եզրակացությունը պետք է լինի լավ հստակ, հղում պարունակի իրավական աղբյուրների և վերլուծությունը լինի ըստ իրավական նորմերին որոշակի հղումներով։ Դա չի կարող լինել վերացական, ստեղծագործական շարադրություն։ Ցավոք սրտի, մեր ինձ վերաբերող մեղադրական եզրակացությունը, որը ներկայացվել է դատարան, ավելի շատ գեղարվեստական ստեղծագործություն է հիշեցնում, քան իրավական։ Հիմնավոր։ Երրորդ էջում մեղադրական եզրակացության մեջ մեղադրող հանրային մեղադրողը գրում է այսպիսով Էդգար Ղազարյանը սահմանադրական դատարանի իդեմս դատավորների որպես սահմանադրության երաշխավորի ում դերը հիմնարար է օրենքի գերակայության վրա հիմնված պետությունում դատավորները ուրեմն սահմանադրության երաշխավորի ֆունկցիա սահմանադրական դատարանը չունի Պատվոժան դատարանների 80 թափելու համար ում իրեն իրավական համարով Էդգար Ղազարյանից վերագրում ամանել, որ ես չեմ արել եւ չէի կարող բնկովարել, մեղադրական եզրակացության մեջ ես ոչ մի բան չեմ նշել, որովհետեւ այդ հաստատությունը կազմել է քննիչը, նման լիազորություն դատախազը չունի, խնդրում եմ այլևս ինչ չվերագրել ամանել, որ մեկը չունի։
Հանրայնարարում դատարանների նույնպես նախազգուշացնում է առանց նախագահողի համաձայնության և թույլտվության հայտարարություն կատարելու և մեղադրյալի եզրակացի ելույթը ընդհատելու դեպքում դատարանը կկիրառի դատական սանկցիա։ Շարունակիր պարոն Ղազարյան։ Պատասխան դատարանի ձեռքի տակ է մեղադրական եզրակացությունը, որը հաստատել է պահպանության և կարող է չհաստատել այն եզրակացությունը, որը ներկայացվել է կատարել դիտողություններ, ուղումներ և ինքնապատասխանատվություն կրում այս ամեն ինչ, որ ներկայացվել է դատարանի այս փաստաթղթերի իմ մեջ բերումները այդ փաստաթղթից։ Սահմանադրական դատարանը սահմանադրության երաշխավորի ֆունկցիա չունի։ Ես սահմանադրական դատարանի դերը օրենքի գերակայության վրա հիմնված նման որևէ իրավական ձևակերպում գոյություն չունի։ Համաձայն Հայաստանի Հանրապետության սահմանադրության 167-րդ հոդվածի սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատություն է իրականացնում։ Սահմանադրական դատարանը ապահովում է սահմանադրության գերակայությունը։ Այսինքն այստեղ մենք գործ ունենք իրավաբանորեն ոչ ճիշտ եւ վերացական գրառումներ։ Եթե սա լիներ մի հատ ենթադրենք գիտաժողովի նյութերի թեզիս, ես մասնագիտորեն կջախջախեի այս թեզիսները։ Բայց քանի որ սա ներկայացված է դատարանի որպես ինձ մեղադրական եզրակացություն, ես ուրեմն հասկանամ ինչի է այդպես փոխվում դատարանի ֆունկցիան, այս ձևով ներկայացում, ավելի մեծ բաներ նշանակություն տրվում դրան, իմ հանցանքը մեծացնելու համար, ակնհայտ այդ միտում ունի, բայց դա իրավական հիմնավորում չունի։ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի առաջին հոդվածում ասում է, որ հողում անելու սահմանադրության 167-րդ հոդվածի առաջին մասին սահմանադրական արտադրությունը իրականացնում է սահմանադրական դատարան ապահովելու սահմանադրության գերակայությունը։ Մեղադրական եզրակացության մեջ պատվարժան դատարանը հիշատակվում են ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանի, Արման Գիլանյանի, Սեդա Սաֆարյանի, Դավիթ Խաչատուրյանի և Հովակիմյանի անունները և առանձնացված արտահայտությունները, որոնք կան մեղադրական եզրակացության մեջ, մասնավորապես Սեդա Սաֆարյանի և Հովակիմյանի վերաբերյալ ոչ մի արտահայտություն գոյություն չունի։ Այսինքն մեղադրական եզրակացության մեջ ասում է, որ ինքը ես դատավորների հասցեին ինչ-որ բան ասել, բայց որ մեղադրական եզրակացության մյուս հատվածներն եք նայում, Սեդա Սաֆարյանի կամ Հովակիմյանի անուն ոչ մի տեղ, ոչ մի առիթով տրված չի և արձանագրված չի։ Չգիտեմ, թե սա ինչի համար է արվել, սա որակի խնդիր է, թե դիտավորության խնդիր է։ Էդգար Շաթիրյանի անունը այդ հատվածում չի հիշատակվում, բայց առանձնացված արտահայտություններից մեկի մեջ դրա վերաբերյալ որևէ հիշատակում կա։ Ես չգիտեմ, բայց ինչի չի առանձնացվել այդ դատավորի իմաստով։ Մեղադրական եզրակացության մեջ խոսվում է մեր բերում։ Նրանց վերաբերյալ նկատի ունի դատավորներին։ Հրապարակվել են արատավորող տեղեկություններ, որոնք չեն հիմնվել հաստատված փաստերի, այլ ակնհայտորեն գերազանցել են անձի արտահայտելու ազատության բացասական կարծիքի իրավաչափության սահմանները և հրապարակային խոսքով արտահայտված կանխամտածված գործողություններով հետապնդել են սահմանադրական դատարանի դատավորների մասնագիտական արժանապատվությունը համբավ արատավորելու դատարանի նկատմամբ հասարակության հարգանքը և վստահությունը նվազեցնելու նպատակներ։ Բայց ես ունեմ հասկանում, ես ինչի հիման վրա եմ եկել այս եզրահանգումները։ Այսինքն իմ նպատակների մասին քննիչը կամ իր եզրակացությունը հաստատած հանրային մեղադրողը որտեղից են իմ ասել, եթե իրենից չեն հարցակնել որպես վկայի կարգավիճակ, անմիջապես մեղադրանք են առաջադրել։ Կամ ասեք, որտեղից է որ սահմանադրական դատարանի համբավը իմ ելույթներից հետո համբավը և հարգանքը նվազել է, ով է չափել դա, ինչից է, այսինքն ստացվում է, որ մեր երկու սահմանադրական դատարանի հեղինակությունը համբավը լայվ նյուզում իմ հարցազրույցից է կախված, լավ բան ասել, հեղինակություն կբարձրացնել, վատ բան ասել ճիշտ։ Կարելի է նաև կարծիք հայտնել, որը հասարակության վրա ոչ մի ազդեցություն նաև չթողնի, եւ իմ կարծիքով չի էլ թողել եւ չէ կարա թողնել։ Եվ ապացուցված չի, որ թողել է որևէ ձևով։ Իսկ իմ նպատակները թե ինչպիսին են եղել, այդ միայն ես կարող եմ ասել, կամ եթե ինձ ան մեղադրվում, ապա այդ նպատակների մասին հիմնավորումներ, ապացույցներ պիտի ներկայացնեն, ինչ որ բացակայում ամբողջությամբ։ Ուրեմն իմ բոլոր գնահատողական դասությունը հիմնված չի փաստերի վրա։ Պատասխան դատարան, իմ բոլոր սրանք ես ինչ-որ ներկայացրել եմ իմ խոսքի մեջ, դրանք ոչ թե արատավորող տեղեկություններ են, ոչ թե վիրավորանք են, ոչ թե զրպարտություն են, այլ գնահատողական դատողություններ են, որոնք հենց
հիմնված է փաստերի վրա։ Այսինքն ես ներկայացնում եմ փաստ, եւ այդ փաստի վրա ներկայացնում եմ գնահատողական դատողություն եւ այն հրապարակային խոսքով ներկայացնում եմ հրապարակային խոսքին բնորոշ արդյունավետ միջոցներով։ Բայց դա որևէ դեպքում չի կարող դիտվել որպես արատավորող տեղեկություն։ Որևէ դեպքում։ Մեղադրական եզրակացության մեջ պատվաժանական Արման Դիլանյանը հիշատակվում է որպես Սահմանադրական դատարանի նախագահ։ Նույն եզրակացության մեջ Վահե Գրիգորյանը հիշատակվում է որպես Սահմանադրական դատարանի փոխնախագահ։ Ես ուզում եմ իմանալ, քննիչը կամ դատախազը որտեղից է իմացել, որ Արման Դիլանյանը Սահմանադրական դատարանի նախագահ կամ Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի փոխնախագահ։ Որտեղ նման պաշտոնական տեղեկություն գոյություն չունի։ Որտեղ Սահմանադրական դատարանը Արման Դիլանյանի Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելու աշխատակարգային որոշում չի կայացրել, Վահե Գրիգորյանի Սահմանադրական դատարանի փոխնախագահ ընտրելու մասին աշխատակարգային որոշում չի կայացրել։ Ես որպես իրավաբան ուզում եմ իմանալ, այդ իրավաբանները որտեղից են, որտեղից գիտեն, եթե որևէ մեկը գիտի, որ Արման Դիլանյանը Սահմանադրական դատարանի նախագահ է, այդ տեղեկատվության աղբյուրը ո՞րն է, ես էլ իմանամ։ Հիմա կարդում եմ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 2-րդ մասը։ Սահմանադրական դատարանը իր կազմից 6 տարի ժամկետով ընտրում է Սահմանադրական դատարանի նախագահ եւ փոխնախագահ առանց վերընտրվելու իրավունքի։ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Սահմանադրական դատարանը գործերը դատաքննության նախապատրաստելու եւ դատաքննության հարցերով, ինչպես նաեւ ուշադրություն իր գործունեության կազմակերպման հետ կապված այլ հարցերով ընդունում է աշխատակարգային որոշումներ։ Աշխատակարգային որոշումների ընդունման կարգի առանձնահատկությունը սահմանում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով։ Սահմանադրական դատարանի աշխատակարգը սահմանում է, որ աշխատակարգային որոշումները կայացվում են Սահմանադրական դատարանի նիստում կամ աշխատակարգային նիստում։ Աշխատակարգային նիստերը արձանագրվում են եւ արձանագրության պահանջներից մեկն է, որ արձանագրության մեջ նշվում են Սահմանադրական դատարանի այն աշխատակարգային որոշումները, որոնք կայացվել են որոշման համարներով եւ հիմնական բովանդակությամբ։ Նման որոշում Սահմանադրական դատարանը չի կայացրել, պատասխան դատարան Սահմանադրական դատարանի որոշումները, աշխատակարգային որոշումները, դատական կազմերի որոշումները հրապարակված է Սահմանադրական դատարանի կայքում, որը ՍԴ որոշումների հրապարակման պաշտոնական աղբյուր է հանդիսանում։ ՍԴ-ի կայքում մինչ օրս բացակայում է Արման Դիլանյանի ՍԴ նախագահ ընտրելու եւ Վահե Գրիգորյանի ՍԴ փոխնախագահ ընտրելու մասին որոշումները։ Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով սահմանում է, որ անհատական իրավական ակտ է հանդիսանում նորմատիվ իրավական ակտի հիման վրա եւ դրան համապատասխան ընդունված գրավոր իրավական ակտը, որը սահմանում է վարքագծի կանոն կամ առաջացնում է փաստական հետևանքներ եւ վերաբերում է միայն դրանում անհատապես նշված անձի կամ անձանց։ Հայաստանում բոլոր պաշտոնյաները, ովքեր զբաղեցնում են այս կամ այն պաշտոնը, ունեն իրենց պաշտոնից զբաղեցնելու վերաբերյալ անհատական իրավական ակտ։ Սահմանադրական դատարանի նախադեպը հուշում է, որ Սահմանադրական դատարանը նման հարցերով կայացրել է աշխատակարգային որոշում, մասնավորապես 2025 թվականի տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրական դատարանն ունի նախադեպ ՍԴ փոխնախագահ ընտրելու վերաբերյալ, ըստ որի ՍԴ դատավոր Վոլոդիա Հովհաննիսյանը Սահմանադրական դատարանի 2018 թվականի ապրիլի 10-ի Սահմանադրական դատարանի փոխնախագահ ընտրելու մասին թիվ ՍԴԱՕ գիծ 25 աշխատակարգային որոշման ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ։ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում, որը Սահմանադրական դատարանի տեղեկատվության աղբյուր է, Արման Դիլանյանի եւ Վահե Գրիգորյանի վերաբերյալ համանման որոշումներ բացակայում են։ Այս պահի դրությամբ բնության մեջ Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվելու վերաբերյալ բնության մեջ գոյություն ունի երկու իրավական ակտ եւ դրանք կայացրել ազգային ժողովը։ Մեկով Գագիկ Հարությունյանը ընտրվել ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի նախագահ, որի լիազորությունները օրենքով սահմանված կարգով դադարեցվել են, որից հետո ազգային ժողովի 2018 թվականի մարտի 21-ի թիվ ՀՕ-009-ա որոշմամբ ՍԴ նախագահ է ընտրվել Հրայր Թովմասյանը։
որի լիազորությունները ՍԴ նախագահի պաշտոնից դադարեցնելու վերաբերյալ որևէ այլ նմանատիպ անհատական իրավական ակտ չի կայացվել։ Այսինքն, եթե որևէ իրավական հիմա ասել, որ այս պահի դեպքում մեղադրանք առաջադրել, որ Սահմանադրական դատարանի նախագահը հրայր դա կարելի է համարել հիմնավոր տրամաբանական պնդում։ Բայց որ Արման Գիլանյանն ՍԴ նախագահ նման բան գոյություն չունի։ Սա պատվազան է։ Ինչո՞վ է կարևոր։ Սա խոսում է ոչ միայն մեղադրական եզրակացության որակի մասին, այլև ուղիղ առնչություն ունի ինձ ներկայացված մեղադրանքի հետ։ Որովհետև ինձ ներկայացված մեղադրանքի հետ մեղադրական արտահայտությունների մեջ ասում որ Սահմանադրական Էդգար Ղազարյանն ասել է, որ Սահմանադրական դատարանի դատավորները ապօրինի են պաշտոնավարում։ Եվ սա համարվել է որպես արատավորող տեղեկություն իրանց հասցեին, բայց սա հակառակն է, որովհետև այդ նույն հարցազրույցներում, որտեղ ես իմ խոսքը հնչեցրել եմ, միաժամանակ ասել եմ, որ դա ապօրինություն կա եւ խնդրում եմ իրավապահ մարմիններին, որպեսզի իմ այս ելույթը ընդունեին հաղորդում հանցագործության մասին։ Այլ բան է, որ իրանք ծանոթացած չլինեին այդ հարցազրույցներին, բայց եթե նրանք ոչ միայն ծանոթացել են, այլ նույնիսկ նստել սղավերել են այդ արձանագրությունները, որտեղ ես ասում եմ հաղորդում ընդունեին։ Մարդը Սահմանադրական դատարանի նախագահը հռչակվի, բայց դες որոշում չկա։ Հաղորդ գնացեք պարզեք դրա, որովհետև քրեական օրենսգրքի 419-րդ հոդվածը սահմանում է իշխանության յուրացման հանցակաց։ Իշխանությունը զավթել է բռնության գործադրելու կամ բռնության գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով հանրապետության նախագահի ազգային ժողովի կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորությունների կիրառանը պատժում ազատազրկում 10-ից 15 տարի ժամկետում։ Բայց ասում եմ, բայց փաստ ունեմ, որ ապօրինություն կա, փոխարեն բարի նախաձեռնենք գնան դրա հետևից։ Եկել են ինձ են մեղադրանք առաջադրում, որ ես հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին։ Եվ ասում եմ, որ արատավորող տեղեկություն ես տալ են դեպքում, երբ որ առանց փաստերի, ոչ թե առանց փաստերի, սրանից էլ ավելի փաստեր ո՞նց է լինի։ Այսինքն սա ուղիղ կապ ունի ոչ միայն որակի մեղադրական եզրակացության, որով ես պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեմ, այլ նաև ինձ ներկայացված մեղադրանքի ես բովանդակության հետ, հենց կա նաև ուղիղ հակադրություն։ Հիմա առանձնացված արտահայտությունները, ինչ արտահայտություններ են առանձնացվել։ Նման տեսակետ կարող է ունենալ կամ տգետը կամ դիտակցված դավաճանը, այլ տարբերակներ գոյություն չունի։ Մյուսը վերջիններս պետական դավաճանները վարձկան ահաբեկիչներ ապօրինության հետևանքով այնտեղ հանդրվանած կազմակերպված հանցավոր խմբի անդամներ, որոնք ծառայում են թշնամուն։ Հաջորդ արտահայտությունը։ Սահմանադրական դատարանը կայացրել է բացարձակ ապօրինի որոշում եւ այդ որոշմամբ դատարանը վերածվել է քաղաքական բուդկայի։ Դատավորներ Վահե Գրիգորյան, Դավիթ Խաչատուրյանի մասով կարծիքի վերաբերյալ որոշումը անվանել է առողջիչ բովանդակային առումով դատարկություն, նշելով, որ անկախության հռչակագիրը չի կարող փոփոխման ենթարկվել, իսկ նման տեսակետ կարող է ունենալ տգետը կամ դիտակցել կրկնում է նույն չի դեմ չի կրկնում։ Արման Տիլյանյանի վերաբերյալ դա դատավոր չէ, այլ հանդես է գալիս որպես վարձկան ահաբեկիչ։ ՍԴ-ի մասին ՔՊ իրավական գրասենյակը, որտեղ կայացում են քաղաքական որոշումներ։ Վահե Գրիգորյանի մասին վերջինս Սահմանադրական դատարանի դատավորը դրվել է ապօրինաբար չի ստանում ստացիոնար բուժում։ Առանձնացված արտահայտությունները պատասխանատվական սա է շատ կարևոր, վերաբերում են 9 դրվագների, այսինքն մեղադրական եզրակացության սկզբնական մասում ավելի քիչ են, քան այն բացատրական մասում, դեռ ավելի շատ, չգիտեմ ինչի, դեռ ավելի շատ են նշել։ Բայց ինչն է կարևոր, 9 դրվագ կան ընդհանուր, որից 7-ը արդեն Սահմանադրական դատարանի որոշումը կայացնելուց հետո եմ ես խոսել։ Իսկ Սահմանադրական դատարանի որոշումները համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրանք վերջնական են, ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, այսինքն կայացված որոշման վերաբերյալ, որը հնարավոր չի բողոքել, բացի կարծիք արտահայտելուց, որը որոշման վրա չի ազդելու, ուրիշ որևէ կերպ հնարավոր չի դրան արձագանքել։ Հիմա 7 դրվագ նորից եմ ասում, արդեն իմ ելույթը առհասարակ հարցազրույցն է եղել է ՍԴ-ի որոշումից հետո, հետևաբար որևէ կերպ չէի կարող անդրադառնալ Սահմանադրական դատարանի դատավորի, դատարանի գործունեության, կարծիքի ձևավորման վրա եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում այդ արտահայտություններին, պատասխան դատարան ձեր արդար որոշմամբ դատարանում ապացույցների ուսումնասիրության ժամանակ
ապացույցը հետազոտվել է ոչ միայն այդ առանձնացված արտահայտությունների մասով, այլ ամբողջական տեսակետությունների։ Այսինքն, եթե նույնիսկ ամբողջական տեսանյութերը չեն վերահրատարակվել, ապա դատարանը համարել է, որ ամբողջական տեսանյութերն են համարվում որպես ապացույց հետազոտված։ Իսկ այդ ամբողջական տեսանյութերը ինչ են վկայում, որ այս արտահայտությունները կոնտեքստից կտրված են։ Այս արտահայտությունները դրանք առնվազն 1 ժամանոց իմ հարցազրույցից առանձնացված 1 նախադասություն են։ Մնացած ամբողջ 1 ժամվա ընթացքում ես իմ հարցազրույցների ընթացքում տալիս եմ հիմնավորումներ, մանրամասն պարզաբանումներ, անգամ այս արտահայտությունների փոխաբերական իմաստ են ներկայացնում։ Օրինակ, որ առանձնացված ասում է Վարդան ահաբեկիչներ։ Ես այնտեղ ասում եմ, որ նրանք դրանով ահաբեկում են մեր պետությանը, մեր ժողովրդին, այսինքն պետության, ոչ թե պիտի բառը ընկալվի իր ուղի իմաստով, որով ասենք օրինակ Վարդան ահաբեկիչ են սիրիացի մարտահրավերները, որոնց վերջերս արտադրության նախարարը հանձնեց Թուրքիայի, այսինքն դրանք կոնկրետ Վարդան ահաբեկիչներ են, որոնք ձերբակալվել են 44-օրյա պատերազմի ժամանակ։ Խոսքը ոչ թե վերաբերում է այդ տիպի Վարդան ահաբեկչի պատերազմական գործողության մասնակցած զինված, այլ իմ խոսքը վերաբերել է համեմատական, որը ահաբեկում է պետությանը։ Իսկ այդ իմաստով է ներկայացված, հետևաբար դա չի կարող դիտվել պարատավորող տեղեկություն դատավորի մասին։ Դա հրապարակային խոսք է, որը նորից եմ ասում, իմ նույն հաղորդման մեջ տալիս եմ բոլոր այդ արտահայտությունների ամբողջական բացատրությունները եւ մեկնաբանությունները, որից այդ հարցազրույցները լսող մարդու մոտ շատ հստակ կարծիք է ձևավորվում։ Շատ հստակ կարծիք է ձևավորում, թե խոսքը ինչի մասին, այսինքն այնտեղ խոսքը չի վերաբերում կոնկրետ դատավորների մասին արատավորող տեղեկությունների։ Կամ ենթադրենք, այն դեպքը, որ ասում է դավաճաններ են կամ այլ տարբերակ տգետ են կամ դավաճան, դե պարզ է, որ տգետ դատավորը չի կարող լինել, որտեղ օրենքով պահանջներ կան, մասնագիտական, կրթության եւ այլն։ Չվերաբերում ասենք դավաճանությանը։ Սենց մի բան է։ Իսկ չի կարող ենթադրենք դատավորի պաշտոնը զբաղեցած մարդը նաև դավաճանություն է։ Ինչի տեսականորեն կարող է նաև դա այդպես լինի։ Քրեական օրենսգիրքը պետական դավաճանության հանցակազմը, երբ որ նկարագրում է, այդ նկարագրության մեջ է նաև թշնամու կողմը անցնել։ Այսինքն թշնամուն հաջող գործողություններ կատարել են նաև պաշտոնական դիրք օգտագործելով։ Ընդհանուր որպես կանոն պետք է նման բան չլինի։ Բայց ով ասում, որ այդ կանոնը միշտ գործում է, կարող լինի նաև դավաճանության ենթադրել հանցանքի դեմ։ Եվ պետք ես ուզում եմ հասկանալ, ինչի է իմ խոսքը ընկալվում, ոչ թե որպես հաղորդում հանցագործության մասին ենթադրել հանցագործության հատկանիշով, այլ ներկայացում է որպես արատավորող տեղեկություն ինձ մեղադրանք ներկայացնելու համար։ Պատվարժան դատան, երբ որ ես դատանի միջնորդություններ էին ներկայացնում ապացույցներ լրացուցիչ ապացույցներ ներկայացնում մաս, ես դա մանրամասն ձեր ներկայացրեցի, ասենք օրինակ կոնկրետ սահմանադրական դատանի դատավոր Վահե Գրիգորյանի զինվորական ծառայության պահպանության վերաբերյալ, որ նա իր ծառայությունը անցկացրել Արցախի պաշտպանության բանակում, պաշտոնական փաստաթղթերի եւ այլն, եւ հիմա ինքը իր որոշման մեջ, որտեղ ստեղ ինքը զեկուցող դատավոր է եւ նաեւ հատուկ արդյունք ներկայացած դատավոր է, ըստ էության համարում է, որ իր զինվորական ծառայության վայրը դեռևս 91 թվականից համարվում է Ադրբեջանի Հանրապետության տարածք։ Հիմա հարց առաջանում է, եթե մարդը 98 թվականից ծառայել է այդ տարածքում որպես Հայաստանի զինված ուժերի ծառայող, զինծառայող, ինչ գործողանա ունեցել ունդեր։ Հիմա եթե նա այդ տեսակետը փոխել է, եւ այդ տեսակետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մեր երկրի համար անվտանգային սպառնալիք ներկայացնող երկրի Ադրբեջանի պաշտոնական տեսակետի, ես հիմա եմ կարծում, որ դա մեջ ենթադրել դավաճանության ենթադրել հանցանքի տարեր է ապարունակում։ Եվ սա պիտի դառնար քննության առարկա։ Մի րոպե դատարանը ձեզ ընդհատում։ Այսինքն դուք պնդում եք, որ հիմա եք այդպես կարծում։ Պատվարժան դատան, ես ասում եմ, որ նման հարցերը կարող են քննության առարկա դառնալ այլ տեսանկյունից։ Այսինքն ես ունեմ անհանգստություն, թե ինչի է Արցախի պաշտպանության բանակում զինվորական ծառայություն անցած անձը
հիմա համարում, որ այդ 91 թվականից իր ծառայության վայրը համարվում Ադրբեջանի Հանրապետության տարածք։ Սա պետք է քննության, առանձին քննության առարկա դառնա։ Ես հիմա չեմ կոնկրետ ընդդում, որ դա իմ համար ապացուցված տեղեկություն է, բայց ես կարծում եմ, որ սա դեռ ճշտման ենթակա տեղեկություն է, որը պետք է ստուգվի։ Այսինքն ոչ թե պետք է իմ հրապարակային խոսքը ինձ ներկայացվի որպես արատավորող տեղեկություն դատավորի մասին, այս ստուգման ենթակա տեղեկություն։ Նայեք, որ վերաբերում է քաղաքական բուդկայի, պատասխան դատան, մեր պաշտպաններները իրենց խոսքում ասել են, քաղաքական բուդկա արտահայտության հեղինակը ես չեմ։ Այդ եզրույթը առաջին անգամ սահմանադրական դատարանի մասին խոսալուց գործածել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շատ լավ, դեզայնը դες մի բարձրացրեք, ես դες շատ լավ լսում։ Կներեք, այդ կարող է հետագական ուզում կա։ Առաջին անգամ այդ եզրույթը գործածել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական դատարանի մասին խոսելուց։ Ընդ որում հարցազրույցի մեջ, որ ես խոսում եմ, այս եզրույթը նորից որ հղում եմ անում հեղինակին։ Այսինքն հարցազրույցի մյուս հատվածներում ես ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանն էր ասում, որ դա քաղաքական բուդկա է։ Եվ ստեղ կապելով դա ենթադրենք ՔՊԻ իրավական դերասենյակ։ Ինչով եմ ես դա հիմնավորում, որ սահմանադրական դատարանի կազմի այդ պահի դրությամբ 9 դատավորներից 7-ը ընտրվել են բացառապես ազգային ժողովի քաղաքացիական պայմանագրի խմբակցության պատգամավորների քվեարկության հարցում։ Այսինքն մյուս խմբակցությունների պատգամավորները նույնիսկ կողմ կամ դեմ չեն քվեարկել, այսինքն միայն նրանք են ընտրել։ Այսինքն կա, ես ինչ եմ ասում, սա ոչ թե արատավորող տեղեկություն է, այլ գնահատողական դատողություն, կարծիք, հիմնված փաստի վրա, այսինքն ես ունեմ իրավական փաստ, որ մարդը ընտրվել է սահմանադրական դատարան, հետապետ Պետր Շաքիրյանը կառավարության կողմից առաջադրվել է, եւ ազգային ժողովի միայն քաղաքացիական պայմանագրի խմբակցության կողմից ընտրվել է սահմանադրական դատարանի դատավոր, եւ ոչ միայն ինքը, նաեւ մյուս դատավորները։ Եվ ինչի եմ սա կապում իր հետ, որովհետեւ նրանք կայացրել են որոշում պատվարժան դատարան, խոսքը հենց են այս մեղադրանքի հիմք հանդիսացող որոշման Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների կանոնակարգի, որով որ ըստ սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի տված հատուկ կարծիքի, որը դատարանը ներկայացրել է որպես ապահովություն եւ ճանաչվել է որպես ապահովություն, սահմանադրական դատարանը պիտի առհասարակ պարունակություն ուներ։ Սահմանադրական, որովհետեւ դա չի համապատասխանում սահմանադրության վավերացման ենթակա միջազգային պայմանագրերին։ Դրա հայերային գործածումը Ադրբեջանում նախագահի կողմից է միայն հրամանագրով ստորագրվել եւ հրապարակվել։ Ադրբեջանում այդ նույն փաստաթուղթը սահմանադրական դատարանում քննության առարկա չի եղել եւ Միլի Մեջլիսի կողմից չի վավերացվել։ Դա արվել է միայն Հայաստանում։ Եվ ինչի համար է դա արվել, որովհետեւ դրա բովանդակության մեջ կան սահմանադրական դատարանի դիրքորոշումներ, որոնք վերաբերում են անկախության հռչակագրին, հայոց ցեղասպանության վերաբերյալ պետության քաղաքականության հիմնադրումների եւ այլ խնդիրների, որոնք այդ կանոնակարգի իրավակարգավորումների դաշտից դուրս են եղել եւ դրա վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտել սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքում։ Այսինքն իմ ներկայացած մոտեցումները հրապարակային խոսքում դրանք առավել քան փաստերի վրա հիմնված իրավական գնահատականի դատողությունները եզրահանգումներ են, այլ ոչ թե դատավորների մասին արատավորող տեղեկություններ։ Կամ ենթադրենք Վահե Գրիգորյանի եւ Դավիթ Խաչատուրյանի հատուկ կարծիքի վերաբերել։ Հատուկ կարծիքը մեղադրանքն է, որ ես ասում եմ, որ հատուկ կարծիքը առաջինն է, բովանդակային առումով դատարկություն, նշելով, որ անկախության հռչակագրերը չի կարող փոփոխման ենթարկվել։ Իսկապես անկախության հռչակագրերը չի կարող փոփոխության ենթարկվել, այստեղ որևէ սխալբան չկա։ Առաջինը ասել ես նկատում եմ այն, որ իրավական ակտի մասին օրենքով դատավորի հատուկ կարծիքը դա իրավական նորմ չի։ Եվ ներկայացումը դատարանի սահմանադրական դատարանի որոշման հետ միաժամանակ, բայց դատարանի որոշման բովանդակության վրա չի ազդում, այսինքն այդ տեսանկյունից է, այսինքն դա կարող է հետազոտողների, իրավաբանների, հանրության համար տեղեկատվական հիմք հանդիսանալ դատողություններ ձևակերպելու համար, ինչպես որ իմ համար Հրայր Թովմասյանի կարծիքը հիմք հանդիսացել դատողություններ ձևավորելու, կարծիք ձևավորելու արտահայտելու համար, բայց իրավական արժեք, իրավաբանական արժեք դատավորի հատուկ կարծիքը չունի։ Եվ ես խոսելով
Վահե Բիրիկոյանի եւ Դավիթ Խաչատուրյանի համատեղ ներկայացած ՍՏ որոշման հետ համընկնող կարծիքի մասին, հենց դա եմ ասել, դա նկատվում է։ Եվ իմ հարցազրույցի մնացած մասերով այդ մասին շատ պարզ հասկանալի ձևով ներկայացնում եմ։ Այսինքն, այսքանով պատվարժան դատարան այս մասը վերաբերել ասում եմ, որ առանձնացված արտահայտությունները, իսկ մեղադրական եզրակացության մեջ սրանք են մնացած են բացատրական մասում կան ավելի ներկայացված արտահայտությունները, որոնք եզրակացության հիմնական մասում չկան, ես դրանց ընդհանրապես չեմ անդրադառնում, իսկ այս առանձնացված արտահայտությունները դրանք հնչել են ՍԴ-ի որոշումը կայացնելուց հետո, այսինքն դրանք առհասարակ պետք է քննության առարկա չդառնան։ Հիմա գանք ապացույցների։ Որևէ մեղադրանք, եթե ներկայացում է դատարան, պետք է ապացուցվի։ Ինչ ունենք մենք փաստացի գործնականում։ Նախ որ ֆիզիկապես դատարանը որևէ ապացույց չի ներկայացրել։ Ես պարտավորություն եմ ունեցել մասնակցել դատական բոլոր նիստերին։ Իմ ներկայությամբ դատարանը բացեց մի ծրար, որի մեջ կար ապացույցները ամբողջությամբ, որտեղ որևէ այլ ապացույց բացի ծրարի մեջ մագիստրական սկավառակը չկար, այդ սկավառակը տեղադրվեց համակարգչի մեջ եւ բացվեց, որ դրա բովանդակությունը դատարան։ Այսինքն ապացույց դատարանի չի ներկայացրել։ Ինչի պատճառով է, որ դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստում բացվեց եւ հետազոտվեց ինչ-որ հղումներ, որոնք ես անկեղծ ասած չգիտեմ, թե ինչ եղանակով են ստեղծվել, ով ատկվել, ով փոխանցել ինչ այլ, որովհետեւ դա դատական նիստի ընթացքում նման process տեղի չի ունեցել, ընդ որում հղումներ, որոնք ավելի քան կասկածելու զավեշտալի ինձ համար։ Օրինակ ասենք, դատարանը անցնում է հղումներով, որոնք ուղղակի դատարկ են։ Այսինքն այդ հղումով որևէ տեղեկություն չէ բացվում։ Դատարկ է տեղեկությունը։ Որոշ դեպքերում կար, այո, այն հարցազրույցներից, որոնք որ հնչել են այն արտահայտություն, որոշ դեպքերում ասենք որ այդ բոկայի երգը, որը ոչ մի կապ չունի իմ հնչել է դատարանում, բայց այդ ոչ այդ եղինակն է, ոչ բառերի, ոչ տեքստի, ոչ բավականորեն քրեական ենթամշակույթի բովանդակությամբ մի երգ, որի բառերը հիմա չեմ ուզում վերցնել։ Այսինքն խոսքը այդ որակի Պարտադարում եմ ձեզ, որ նման տեխնիկական վրիպակը տեղի է ունեցել համապատասխան YouTube հավելվածի համապատասխան սխալ հղման արդյունքում։ Լիահույս եմ, որ դուք դա չեք վերագրի վարույթի իրականացնող մարմնին եւ չեք համարի իրենց կողմից իրականացած դիտարկման գործողություն։ Լրություն պահպանեք, երբ որ ես խոսում եմ։ Հասկանալի է դատարանի բարձրացումը։ Ես դա առանձին չեմ ներկայացնում պատվարժան դատարան, ներկայացնում եմ ընդհանուրի համատեքստում, այսինքն որ նախ եւ առաջ դիսկը չի բացվել։ Դրանից հետո եղել են հղումներ, որոնք ընդհանրապես չեն բացվել։ Բացվել են այլ հղումներ, որոնց թվում ես նաեւ ես դրա վրա չեմ կենտրոնանում, եթե դա տեխնիկական է։ Դուք կարող եք կենտրոնանալ, դատարանը նույնիսկ կարող է հայցել ձեր եւ հասարակության ներողամտությունը, որովհետեւ համակարգիչը յուրաքանչյուր YouTube-ի հղում առանձին բացվում է, մենք չենք բացում համապատասխան լազերային սկավառակ, մենք բացում ենք համապատասխան հղում, որը իր մեջ կարող է այն ժամանակ պարունակել է ձեր կողմից կատարված ելույթը, հիմա պարունակում է ձեր մատնանշած որևիցե երաժշտություն կամ այլ բան։ Պատվարժան դատարան։ Ապօրինի դատարան ներողություն եմ էլի խնդրում, եթե թույլ կտակ ընդհանրապես մեկնաբանել։ Չէ, ընդհանրապես չի կարելի, որովհետև հիմա ստեղծվում է տպավորություն, որ ես դու բան եմ դատարանում։ Ոչ, դատարանը պարզաբանեց, որ դուք չեք ուղարկել։ Ակավարտի հարկեց նկատառումով ելույթ ունեցեք համապատասխան ժամանակ։ Շարունակեք։ Պատվարժան դատարան, անգամ այն հղումները, որոնք որ բացվել են, որոնք որ ներկայացվել են, դրանք ինչի մասին են ապացույցան հանդիսանում։ Նախ առաջին շատ կարևոր մի բան։ Այդ բոլոր ապացույցները դրանք Սամվել Առաքելյանի ներկայացրածներն են։ Այսինքն նախաքննական մարմինը որևէ իմ այլ հարցազրույց, այլ տեսանյութ կամ այլ գործողություն որպես ապացույց չի դիտարկել, բացի այն, որ Սամվել Առաքելյանը ներկայացրել։ Այսինքն եթե Սամվել Առաքելյանը ներկայացրածները ենթադրենք 5 հղում, այդ 5-ն են ուսումնասիրելու որպես ապացույց։ Մեկը ներկայացածն է, մեկը 100-ը ներկայացած, որտեղ որևէ այլ բան չի արվել, հասկանալ, ուզում հասկանալ տենց է լինում ապացույցը, տենց պետք է լինել, ընդ որում Սամվել Առաքելյանը դատարանին իր վկայության ժամանակ, երբ որ դատարանի վկայություն էր տալի,
ասաց, որ ինքը սոցիալական ցանցերում պասիվ օգտատեր է, եւ այդ տեղեկությունները հավաքագրել է Սահմանադրական դատանի այլ աշխատակիցներ, չտալով այդ աշխատակիցներից որևէ մեկի անունը եւ պաշտոնը, որովհետեւ մենք հասկանանք, եթե մենք Սահմանադրական դատանում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձը իր պաշտոնի անձնագրում ունի լիազորություն կամ պարտականություն, սոցիալական կայքերից տեղեկություններ հավաքագրելու եւ ՍԴ աշխատակազմի ղեկավարի ներկայացնելու համար։ Ես շուրջ 2 տարի ՍԴ աշխատակազմի ղեկավարը եղել, ՍԴ-ի ոչ մի աշխատակից ինձ համար նման հետազոտություններ չի հասկացել ներկայացրել։ Այսինքն նաեւ այդ ապացույցների ձեռբերման օրինականության խնդիր գոյություն ունի։ Բացի այդ, ինչ են վկայում այդ ապացույցները, ինչի մասին են վկայում։ Դա ապացույց է այն բանի մասին, որ ես հարցազրույց եմ տվել։ Բայց դա արդյոք ապացույց է այն բանի մասին, որ դա արատավորող տեղեկություն է դատավորի մասին, իհարկե ոչ։ Դրա պետք է ապացույցվի, որ իմ հնչեցած արտահայտությունը դա ոչ թե քննիչի կամ հանրային մեղադրողի սուբյեկտիվ դատողությունն է, այլ պիտի ապացույցվի, որ դա արատավորող տեղեկություն է։ Իսկ ո՞նց կարա դա ապացույցվի։ Դա կարա ապացույցվի, ենթադրենք ՍԴ դատավորներին գործում ներգրավելով, նրանց ցուցմունքները վերցնելով, նրանցից բացատրում, դրանք կարող են որպես ապացույց դիտարկվել, փորձագիտական եզրակացություն ունենալով, այլ իրավական տերմինների, որից դա իմ նախնական դատական լիստի ժամանակ, հիմա չեմ, ինչ որ դա ասել եմ, հիմա չեմ ուզում կրկնել։ Ես մեջբերում էի բերել տեղեկատվության ազատության մասին օրենքից, արդի հայերենի բացատրական բառերից, թե ինչ բան է տեղեկություն, արատավորող տեղ, այսինքն նրանք պիտի դատախազը պիտի ապացուցեր, որ ներկայացվածը նախ տեղեկություն է, երկրորդը արատավորող տեղեկություն է, եւ երրորդ այդ արատավորող տեղեկությունը ազդել է դատարանի վրա եւ նման ապացույցներ գոյություն չէ, մի ապացույցը կա ապացույց, որ ես հարցազրույց եմ տվել։ Ես չեմ երգում այդ հարցը, այդ փաստը, որ ես հարցազրույց եմ տվել, բայց դա ապացույց չի, որ ես հանցանք ունեմ։ Նույն կերպ հիմա գործի նյութերում կա նաեւ իմ անհատական նույնականացման քարտի տվյալները։ Դա ապացույց է, որ ես ծնվել եմ 1975 թվականի հոկտեմբերի 20-ին։ Սրանով այլասը քանի որ ինքը ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 20-ին, ուրեմն իր արտահայտությունները արատավորող տեղեկություններ են դատավորների հասցի, կարելի է ստուգել, իհարկե չկարելի է։ Հիմա իրանք ներկայացրել են ապացույց, որ ես տվել եմ հարցազրույց, բայց իրանք չունեն ապացույց, որին խոսքը արատավորող տեղեկություններ է պարունակում։ Ուրեմն, ինչ ասում այդ իմաստով քրեական դատավարության օրենսգիրքը եւ Ֆեդերալական դատարանի որոշումները ապացուցների մասին։ Նշեք մոտավոր կեսը հասել եք ձգել։ Կեսը մոտավորապես հասել եմ։ Իմ մոտները 46 էջա, ես հիմա 18-րդ էջում։ Շատ լավ, նշեք այդ մասը, շարունակենք հաջորդ դատական լիստին, դատական լիստի արտադրում է այն։ Խորհուրդ դատարանը դրանում։ Ναι, έτσι όντως. Յոթ չէ, ջան։ 7 թե 9։ 9-ին ժամանակ։